Հանրային հոգեկան առողջությունը սկսվում է յուրաքանչյուր անհատի հոգեկան առողջությունից։ Այս գաղափարի հիման վրա Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամը կյանքի է կոչել փորձարարական նոր ծրագիր, ուղղված դպրոցներում հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության ամրապնդմանը։ Ամեն արտաշնչելու ժամանակ մի հատ սիրուն ժպտում ենք։ Ինչքան թթված է տարավուղեր։ Ծրագրին միացել են Երևանի եւ Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 450 հանրակրթական դպրոցներ։ Արարատի մարզի Մրգավանի միջնակարգ դպրոցում այն իրականացվելու է 9 ամիսների ընթացքում։ Առաջին եռամսյակն արդեն հաջողությամբ ամփոփվել է։ Դպրոցի տնօրեն Գայանե Հարությունյանի խոսքով ծրագիրն այս փուլում անցել է բավականին ակտիվ եւ արդյունավետ, ներգրավելով թե ուսուցիչներին, թե աշակերտներին եւ թե ծնողներին։ Եթե հաշվի առնենք, որ անհատը ձևավորվում է դպրոցում, իսկ այսօրվա աշակերտը վաղվա քաղաքացին է եւ կարեւոր է, որ հենց սկզբից, հիմքից, դպրոցից այդ հոգեկան հավասարակշիռ վիճակը կամ հոգեկան առողջությունը ներդրվի ու սկսվի հենց դպրոցից, ուրեմն այո, ծրագիրը իրոք կարևոր է։ Մենք մեծահասակներս շատ մեծ պատասխանատվություն ունենք երեխաների հանդեպ, նրանց անձի ձևավորման, հաջողություններ գրանցելու գործում եւ մեր ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ որպես մենթոր, որպես ուսուցիչ եւ ծնող փորձում ենք միշտ նկատել, բացահայտել նրանց կարիքները։ Ծրագրի շրջանակում կիրառվում են փորձագետների կողմից մշակված հատուկ վարժանքներ, որոնք հանդիսանում են աշխատանքի հիմնական գործիքները։ Դրանք ներկայացված են տարբեր խաղերի եւ գործնական առաջադրանքների ձևաչափով, հարմարեցված են ուսումնական ծրագրին, ինչն ուսուցիչներին հնարավորություն է տալիս հեշտությամբ ինտեգրել դրանք դասապրոցեսի մեջ։ Նոր մենք արեցինք ընկերության վարժանք, որը պետք է ընկերներով գնանք եւ իրար հետ համագործակցելով վերցնենք գնդակները։ Այդ վարժանքը ինձ տալիս է ուշադրություն, պետքա ուշադիր լինենք, որ հանկարծ հետ չընկնենք ու պետքա թիմի հետ շարժվենք։ Այդ վարժանքներից հետո ես ավելի եմ հասկանում, որ պետքա լինենք ընկերասեր եւ պետքա ընկերներին չնեղացնենք։ Ամիսը մեկ անգամ համասնակցել եմ աշխատարաններին, ճիշտ ասած վարժանքների եւս, շատ հետաքրքիր է եղել, անգամ աշխատարաններից հետո ծնողներով էլ հավաքվել ենք, հասկացել ենք ում մոտ ինչ փոփոխություններ կա։ Դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Աննա Ալեքսանյանի խոսքով կիրառվող վարժանքները հնարավորություն են տալիս դասապրոցեսին ներգրավել բոլոր աշակերտներին առանց բացառության։ Վարժանքների ընթացքում երեխաները դառնում են ավելի ակտիվ եւ այդ ակտիվությունը պահպանվում է նաեւ դասի շարունակության ընթացքում, դրականորեն ազդելով թե առաջադիմության, թե ուսուցման ընդհանուր որակի վրա։ Օվկիանոսն առաջացել է կաթիլից։ Ամեն երեխայի ցանկացած հույզ նկատել, հասկանալ, ըմբռնել, կուտակվում է ու դառնում է մեր երազած, պատկերացրած օվկիանոսը գիտելիքների։ Պարտավոր ենք շատ ավելի ուշադիր լինել, երբեմն շակերտների մեջ ասեմ, դասից կարևոր է երեխային ճանաչելը։ Ճիշտ է, մենք մտնում ենք, խորանում ենք դասերի մեջ, կարող է ընթացքում չնկատենք, որ ինչ որ մի երեխա անտրամադիր նստած է, չի մասնակցում դասերի, դա է ամենակարևորը, որ կարողանանք նկատել, բացահայտել, օգնել այդ երեխային մասնակցելու դասին։